Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետ հաշվարկն է, ավելի կոնկրետ այս խաղաշրջանի նախավերջին խաղը։ Խաղում ենք և որոշում երրորդ տեղը։ Այսօր մեր հետ խաղում են 3+2 և Սոֆիա թիմերը։ Ներկայացնենք թիմերին և թիմերի կազմը։ 3+2 Դոլուխանյան Վլադիմիր, Եսայան Անուշ, Շահրամանյան Անուշ, Արոնյան Վահրամ, Գրիգորյան Վլադիմիր, Սոֆիա, Աբրահամյան Արմիդա, Միրզոյան Գևորգ, Ալեքսանյան Մաքսիմ, Հովսեփյան Նոնա և Պողոսյան Յուրի։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ։ 5-ական խաղացողներով տրվում են հարցեր։ Հարցերի համար դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Լսվելու է 2 ձայնային ազդանշան։ Առաջինը 10 վայրկյան մնացած, երկրորդը րոպեն ավարտվելուց հետո։ Ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը առաջին ձայնային ազդանշանից հետո պետք է գրեք գրատախտակին։ Ճիշտ պատասխան է համարվելու գրատախտակի վրա գրված առաջին պատասխանը։ Եթե բանավոր և գրավոր պատասխանները իրար հետ չեն համընկնում, ապա ընդունելի է լինելու գրավոր առաջին պատասխանը։ Ցանկացած ճիշտ պատասխանի դիմաց թիմը ստանալու է 1 միավոր և կորցնելու է 1 խաղացող։ Վիճակահանության միջոցով թիմից ճիշտ պատասխանի դեպքում 1 խաղացող դուրս է գալու։ Եթե թիմի ավագը չցանկանա, որպեսզի տվյալ խաղացողը դուրս գա խաղից, օգտվելու է վետոյի իրավունքից, բայց 1 անգամ։ Եթե չօգտվի վետոյի իրավունքից, այդ դեպքում վետոյի իրավունքը փոխանցվելու է ողջ թիմին։ 4-4 հաշվի դեպքում խաղալու ենք մինչև առաջին ճիշտ և սխալ պատասխանը։ Սրանք խաղի կանոնների մասին։ Հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հաջողություն եմ մաղթում թիմերին։ Հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Այս միջոցառումն արդեն անց է կացվել 69 անգամ։ Դրա տոմսերի արժեքը հասել է $2,500։ Հեռարձակման ընթացքում գովազդի 30 վայրկյանն արժե ավելի քան $4,000։ Այն միշտ ուղեկցվում է բազմաթիվ ասեկոսներով ու սկանդալներով։ Այդ փոքրիկ մարդու շուրջ իրական կրքեր են բորբոքվում։ Ինչի մասին է խոսքը։ Այս միջոցառումն արդեն անց է կացվել 69 անգամ։ Դրա տոմսերի արժեքը հասել են $2,500։ Հեռարձակման ընթացքում գովազդի 30 վայրկյանն արժե ավելի քան $4,000։ Այն միշտ ուղեկցվում է բազմաթիվ ասեկոսներով ու սկանդալներով։ Այդ փոքրիկ մարդու շուրջ իրական կրքեր են բորբոքվում։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Սվարկեմ։ Ժամանակ։ Սկսենք Սոֆիա թիմից, խնդրեմ։ Ֆորդ Բոյարդ։ Ֆորդ Բոյարդի մասին է խոսքը։ Օսկարի։ Օսկարի մասին է խոսքը։ Այս միջոցառումն արդեն անց է կացվել 69 անգամ, դրա տոմսերի արժեքը հասել է $2,500, հեռարձակման ընթացքում գովազդի 30 վայրկյանն արժե ավելի քան $4,000։ Այն միշտ ուղեկցվում է բազմաթիվ ասեկոսներով ու սկանդալներով, այդ փոքրիկ մարդու շուրջ իրական կրքեր են բորբոքվում։ Իհարկե խոսքը Օսկարի մասին է, 1-0 և խաղը լքում է Եսայան Անուշ։
Խաղի հաշիվն է 1-0 ուշադրություն հարցը։ Մեր թվարկությունից առաջ 46 թվականին Գայոս Հուլիոս Կեսարը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային հայտնեց, որ պատրաստ է ներել եգիպտական պարտքի մի մասը, եթե թագուհին անհապաղ իր լավագույն աստղագետներին ուղարկի Հռոմ։ Կլեոպատրան կատարեց կայսեր պահանջը։ 2 բառով նշեք, թե ինչ արդյունք ունեցավ եգիպտացի աստղագետների ժամանումը Հռոմ։ Մեր թվարկությունից առաջ 46 թվականին Գայոս Հուլիոս Կեսարը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային հայտնեց, որ պատրաստ է ներել եգիպտական պարտքի մի մասը, եթե թագուհին անհապաղ իր լավագույն աստղագետներին ուղարկի Հռոմ։ Կլեոպատրան կատարեց կայսեր պահանջը։ 2 բառով նշեք, թե ինչ արդյունք ունեցավ եգիպտացի աստղագետների ժամանումը Հռոմ։ Ինչ արդյունք ունեցավ եգիպտացի աստղագետների ժամանումը Հռոմ։ Ժամանակ։ Սկսենք 3+2-ից։ Մեր կարծիքով Կեսարը սպանվեց։ Կեսարը սպանվեց։ Ըստ ձեզ Յուլիանսկի կալենդար։ Ձեր պատասխանը պարզ։ Մեր թվարկությունից առաջ 46 թվականին Գայոս Հուլիոս Կեսարը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային հայտնեց, որ պատրաստ է ներել եգիպտական պարտքի մի մասը, եթե թագուհին անհապաղ իր լավագույն աստղագետներին ուղարկի Հռոմ։ Կլեոպատրան կատարեց կայսեր պահանջը։ 2 բառով նշեք, թե ինչ արդյունք ունեցավ եգիպտացի աստղագետների ժամանումը Հռոմ։ Իհարկե խոսքը հուլիանորացույցի մասին է։ 1-1։ Ալեքսանյան Մաքսիմը վետո։ Միրզոյան Գևորգն է խաղալքում։ Խաղի հաշիվն է 1-1 ուշադրություն հարցը։ Անցյալ դարի 20-ականներին գերմանացի մի ինժեներ ռադիոհեռախոսակապի ապագան պատկերել է այսպես. Փոքր մեքենա, ես սեղմում եմ զանգի կոճակը, և իմ ընկերը, որտեղ էլ որ լինի, լսում է ազդանշանը և պատասխանում։ Մենք սկսում ենք աշխույժ խոսակցություն, և եթե սարքը լռում է, չի պատասխանում զանգերին, ես գիտեմ, որ իմ ընկերը ավարտեք արտահայտությունը։ Անցյալ դարի 20-ականներին գերմանացի մի ինժեներ ռադիոհեռախոսակապի ապագան պատկերել է այսպես. Փոքր մեքենա, ես սեղմում եմ զանգի կոճակը և իմ ընկերը, որտեղ էլ որ լինի, լսում է ազդանշանը և պատասխանում։ Մենք սկսում ենք աշխույժ խոսակցություն, և եթե սարքը լռում է, չի պատասխանում զանգերին, ես գիտեմ, որ իմ ընկերը ավարտեք արտահայտությունը։ Գիտեմ, որ իմ ընկերը 10 վայրկյան։ Ժամանակ։ Սկսենք 3+2-ից, խնդրեմ։ Երևի թե մահացել է։ Մահացել է։ Թողել է տանը։ Թողել է տանը։ Փոքր մեքենա, ես սեղմում եմ զանգի կոճակը և իմ ընկերը, որտեղ էլ որ լինի, լսում է ազդանշանը և պատասխանում։ Մենք սկսում ենք աշխույժ խոսակցություն, և եթե սարքը լռում է, չի պատասխանում զանգերին, ես գիտեմ, որ իմ ընկերը մահացել է։ 2-1։ Դոլոխանյան Վլադիմիր, ինչ ենք անում։ Վետո։ Վետոից օգտվում ենք։ Գրիգորյան Վլադիմիրն է հեռանում։ Խաղի հաշիվն է 2-1, նկարով հարց։ Սիրելի գիտակներ, ինչ երկու
բառ ենք թաքցրել ձեզանից զվարճալի նկարում դեղին գույնի օգնությամբ։ Սիրելի գիտակներ, ինչ երկու բառ ենք թաքցրել ձեզանից այս զվարճալի նկարում դեղին գույնի օգնությամբ։ Ինչ երկու բառ ենք թաքցրել ձեզանից դեղին գույնի օգնությամբ։ Տասվարկեմ։ Ժամանակ, Սոֆիան, Վեն միջի։ ձեր պատասխանը պարզ է։ Արգենտինա եւ Չիլի։ Արգենտինա եւ Չիլի։ Ինչ երկու բառ ենք թաքցրել ձեզանից այս զվարճալի նկարում դեղին գույնի օգնությամբ։ Իհարկե խոսքը Չիլիի եւ Արգենտինայի մասին է։ 3-1 Խաղը լքում է Դոլուխանյան Վլադիմիրը։ Խաղի հաշիվն է 3-1, ուշադրություն հարցը։ 1976 թվականին ԽՄԿԿ 25-րդ համագումարի ժամանակ Մոսկվայի թատրոններից մեկը բեմադրեց Շեքսպիրի պիես։ Վերևից զանգեցին ու կարկադրեցին փոխել ներկայացման անունը։ Ինչպես էր կոչվում Շեքսպիրի այս պիեսը, որը գրվել է 1600 թվականին եւ համարվում է հեղինակի ամենահայտնի կատակերգությունը։ «1976-ին ԽՄԿԿ 25-րդ համագումարի ժամանակ Մոսկվայի թատրոններից մեկը բեմադրեց Շեքսպիրի պիեսը։ Վերևից զանգեցին ու կարգադրեցին փոխել ներկայացման անունը, ինչպես էր կոչվում Շեքսպիրի այս պիեսը, որը գրվել էր 1600 թվականին եւ համարվում էր հեղինակի ամենահայտնի կատակերգությունը։ Տասվարկեմ։ Ժամանակ։ Սկսենք Սոֆիա թիմից։ Ուկրաշենիա Ստրապցիվը։ Ուկրաշենիա Ստրապցիվը, Թագավորը մերկ է։ թագավորը մերկ է։ 1976 թվականին ԽՄԿԿ 25-րդ համագումարի ժամանակ Մոսկվայի թատրոններից մեկը բեմադրեց Շեքսպիրի պիեսը։ Վերևից զանգեցին ու կարգադրեցին փոխել ներկայացման անունը, իսկ ինչպես էր կոչվում Շեքսպիրի այս պիեսը, որը գրվել էր 1600 թվականին եւ համարվում էր հեղինակի ամենահայտնի կատակերգությունը։ Մեծ աղմուկ ոչնչից։ Ուշադրություն հարց։ Ժամանակակից ֆուտբոլի պատմության մեջ դաշտից ամենաարագ հեռացումը տեղի ունեցել հանդիպման սկզբից ընդամենը 2 վայրկյան անց։ 2000 թվականին անգլիական, սիրողական, Cross Farm Park Celtic եւ Taunton թիմերի հանդիպման ժամանակ, երբ մրցավար Պիտեր Կիրլը հանդիպման երկրորդ վայրկյանին կարմիր քարտ ցույց տվեց Cross Farm Park Celtic թիմի խաղացող Լի Թոդին։ Սրա պատճառն այն վիրավորական արտահայտությունն էր, որը խաղացողը հնչեցրեց մրցավարի հասցեին։ Ինչու այդպես բաց թողում հիմար։ Լրացրեք բաց թողումը 2 բառով։ Այդպես բաց թողում։ Ժամանակակից ֆուտբոլի պատմության մեջ դաշտից ամենաարագ հեռացումը տեղի ունեցել հանդիպման սկզբից ընդամենը 2 վայրկյան անց 2000 թվականին անգլիական, սիրողական, Cross Farm Park Celtic եւ Taunton թիմերի հանդիպման ժամանակ, երբ մրցավարի Պիտեր Կիրլը
հանդիպման երկրորդ վայրկյանին կարմիր քարտ ցույց տվեց Cross Farm Park Celtic թիմի խաղացող Լիթոդին։ Դրա պատճառն այն վիրավորական արտահայտությունն էր, որը խաղացողը հնչեցրեց մրցավարի հասցեին։ Ինչու այդպես բաց թողում հիմար։ Լրացրեք բաց թողումը 2 բառով։ Տասավարկյան։ Ժամանակ։ Սկսենք 3+2-ից, խնդրեմ։ Ինչու այդպես արագ։ Ինչու արագ 2 բառով էր պետք։ Լավ։ Դանդաղ մրցավար։ Դանդաղ։ Ժամանակակից ֆուտբոլի պատմության մեջ դաշտից ամենաարագ հեռացումը տեղի ունեցել հանդիպման սկզբից ընդամենը 2 վայրկյան անց 2000 թվականին անգլիական սիրողական Cross Farm Park Celtic եւ Taunton թիմերի հանդիպման ժամանակ, երբ մրցավար Պիտեր Գիրլը հանդիպման երկրորդ վայրկյանին կարմիր քարտ ցույց տվեց Cross Farm Park Celtic թիմի խաղացող Լիթոդին։ Սրա պատճառն այն վիրավորական արտահայտությունն էր, որը խաղացողը հնչեցրեց մրցավարի հասցեին։ Ինչու այդպես բարձր սուլեցիր հիմար։ Խաղի հաշիվը չի փոխվում։ Նկարով հարց։ Մաշան եւ արջը մուլտիպլիկացիոն շարքի բերքի փառատոն սերիալում անտառային կենդանիները ներկայացման դիմակահանդեսին տարատեսակ զգեստներ են հագնում։ Գայլերից մեկը զգեստավորվում է դինոզավրի հագուստով, իսկ մյուսը ավելի անմեղ ու բարի էր երևում։ Սակայն մենք նոր գտակարանից գիտենք, որ հենց նրանցից է պետք ամենաշատը զգուշանալ։ Այսպես, ինչպես էր զգեստավորված գայլերից երկրորդը։ Կրկնում եմ հարցը։ Մաշան եւ արջը մուլտիպլիկացիոն շարքի բերքի փառատոն սերիալում անտառային կենդանիները ներկայացման դիմակահանդեսին տարատեսակ զգեստներ էին հագել։ Գայլերից մեկը զգեստավորվել էր դինոզավրի հագուստով, իսկ մյուսը ավելի անմեղ ու բարի էր երևում։ Սակայն մենք նոր գտակարանից գիտենք, որ հենց նրանցից է պետք ամենաշատը զգուշանալ։ Այսպես, ինչպես էր զգեստավորվել գայլերից երկրորդը։ Տասավարկյան։ Ժամանակ, սկսենք 3+2-ից։ Մեր կարծիքով գառան։ Գառան։ Ձեր պատասխանը պարզ է։ Վավե ճշգուրի։ Վավե ճշգուրի։ Մաշան եւ արջը մուլտիպլիկացիոն շարքի բերքի փառատոն սերիայում անտառային կենդանիները ներկայացման դիմակահանդեսին տարատեսակ զգեստներ հագան։ Գայլերից մեկը զգեստավորվել էր դինոզավրի հագուստով, իսկ մյուսը ավելի անմեղ ու բարի էր երևում։ Սակայն մենք նոր գտակարանից գիտենք, որ հենց նրանցից է պետք ամենաշատը զգուշանալ։ Այսպես ինչպես էր զգեստավորվել գայլերից երկրորդը, իհարկե գառան հագուստով։ Հիսուս Քրիստոսը իր լեռան քարոզում պատգամեց մեզ զգուշանալ սուտ մարգարեներից, համեմատելով նրանց գառան մորթի հագած գայլերի հետ։ 4-2 եւ Աբրահամյան Արմիդան է խաղալքում։ Շահրամանյան Անուշը։ Խաղի հաշիվն է 4-2 շադրություն հարց։ Համաձայն գաղութատիրության դարաշրջանից մնացած ավանդույթի բոլոր նահանգներն ունեն կարգախոս, անգլերեն, լատիներեն կամ այլ լեզվով։ 1956 թվականին Ֆլորիդա նահանգին մեծ պատիվ էր տրվել։ Նրա կարգախոսը դարձել էր ողջ երկրի կարգախոսը։ Իսկ հիմա այդ կարգախոսը հայտնի է ամբողջ աշխարհին։ Անվանեք այն։
Համաձայն գաղութատիրության դարաշրջանից մնացած ավանդույթի բոլոր նահանգներն ունեն կարգախոս անգլերեն, լատիներեն կամ այլ լեզվով։ 1956 թվականին Ֆլորիդա նահանգին մեծ պատիվ էր տրվել։ Նրա կարգախոսը դարձել էր ողջ երկրի կարգախոսը։ Իսկ հիմա այդ կարգախոսը հայտնի է ամբողջ աշխարհին։ Անվանեք այն։ Տասվարկեմ։ Ժամանակ։ Խնդրեմ 3+2-ից սկսենք։ Աստված պահապան Ամերիկա։ Աստված պահապան Ամերիկային։ In God we trust։ In God we trust։ Համաձայն գաղութատիրության դարաշրջանից մնացած ավանդույթի բոլոր նահանգներն ունեն կարգախոս անգլերեն, լատիներեն կամ այլ լեզուներով 1956 թվականին Ֆլորիդա նահանգին մեծ պատիվ էր տրվել, նրա կարգախոսը դարձել էր ողջ երկրի կարգախոսը, իսկ հիմա այդ կարգախոսը հայտնի է ամբողջ աշխարհին։ In God we trust, մենք հավատում ենք Աստծուն, մակագրություն դոլարի վրա եւ 4-3 Պողոսյան Յուրին է լքում խաղը։ Գլուխ կոտրուկ Baker Street Puzzles անգլերեն գրքից։ Մի օր Վաթսոնը հարցրեց Հոլմսին, թե երբ է նրա ծննդյան օրը։ Հոլմսը պատասխանեց, որ նախօրեին նա 32 տարեկան էր, իսկ հաջորդ տարի նա կդառնա 35 տարեկան։ Որ օրն էր Շերլոկ Հոլմսի ծննդյան օրը։ Գլուխ կոտրուկ Baker Street Puzzles անգլերեն գրքից։ Մի օր Վաթսոնը հարցրեց Հոլմսին, թե երբ է նրա ծննդյան օրը։ Հոլմսը պատասխանեց, որ նախօրեին նա 32 տարեկան էր, իսկ հաջորդ տարի նա կդառնա 35 տարեկան։ Որ օրն է Շերլոկ Հոլմսի ծննդյան օրը։ Տասվարկեմ։ Ժամանակ։ Սկսենք Սոֆիա թիմից, խնդրեմ։ Փետրվարի 29-ը։ Փետրվարի 29-ը։ Նույն պատիվ։ Փետրվարի 29-ը։ Գլուխ կոտրուկ Baker Street Puzzles անգլերեն գրքից։ Մի օր Վոթսոնը հարցրեց Հոլմսին, թե երբ է նրա ծննդյան օրը։ Հոլմսը պատասխանեց, որ նախօրեին նա 32 տարեկան էր, իսկ հաջորդ տարի նա կդառնա 35 տարեկան։ Որ օրն էր Շերլոկ Հոլմսի ծննդյան օրը։ Դեկտեմբերի 31-ը։ Գործողությունը տեղի է ունենում հունվարի 1-ին։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի գիտակներ, նկարող հարց։ Էկրանին Պետրոգրադի բանաստեղծների երեկոյի պաստառն է, որը տեղի ունեցել Նարկոմպրոստի արվեստի տանը 1919 թվականին։ Գրական երեկոյի նկատմամբ հանրային հետաքրքրությունն առաջացնելու համար հրավիրված էին Ալեքսանդր Բլոկը եւ Նիկոլայ Գումիլովը։ Տոմսերի գինը սահմանվել էր ողջամիտ գներով, ամենաթանկը 80 ռուբլի։ Հանդիսատեսին գրավեց նաեւ արվեստի տան այն հայտարարությունը, ինչ հիմա դուք չեք տեսնում։ Այս երկու բառերը թաքցրել ենք կապույտ գույնի օգնությամբ։ Այսպես, ինչ է այնտեղ գրված։ Ինչ է այնտեղ գրված։ Երկու բառերը մենք թաքցրել ենք կապույտ գույնի օգնությամբ։ Ինչ է այնտեղ գրված։
Ժամանակ 3+2 Բարի ժամանց։ բարի ժամանց Напитки или еда бесплатно? Պարզ է ձեր պատասխան։ Էկրանին Պետրոգրադի բանաստեղծների երեկոյի պաստառն է, որը տեղի ունեցել Նարկոմպրոսի արվեստի տանը 1919 թվականին գրական երեկոյի նկատմամբ հանրային հետաքրքրություն առաջացնելու համար հրավիրված էին Ալեքսանդր Բլոկը եւ Նիկոլայ Գումիլովը։ Տոմսերի գները սահմանվել էին ողջամիտ գներով ամենաթանկ 80 ռուբլի։ Հանդիսատեսին գրավեցին նաև արվեստի տան այն հայտարարությունը, ինչի մա դուք չեք տեսնում։ Այդ երկու բառերը թաքցրել ենք կապույտ գույնի օգնությամբ։ Դահլիճը ջեռուցվում է։ Մեկնաբանություն։ Պաստառին կարելի է տեսնել դեկտեմբերի 29 ձմեռ 1919 թվական քաղաքացիական պատերազմ։ Տները չեն ջեռուցվում։ Հանրության հետաքրքրությունը խթանեցին ոչ միայն տոմսերի գները եւ բանաստեղծների մեծանունները, այլև այն, որ դահլիճը ջեռուցվում էր։ Խաղի հաշիվն է 4-3 ուշադրություն հարցը։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից մինչև մեր թվարկության 3-րդ դարի ժամանակաշրջանի որոշ ուսումնասիրողներ ոսկե գեղմը համարում էին կամ կաշվի վրա գրված ոսկու արդյունահանման մասին գիրք կամ մագաղաթի վրա ոսկե գրվածքների մեթոդ։ Այս աղբյուրների հիման վրա գիտնական Ուրուշաձեն ենթադրություն է արել, որ արգոնավորների ժամանակ արդեն գոյություն է ունեցել կոլխիդական ինչը։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից մինչև մեր թվարկության 3-րդ դարի ժամանակաշրջանի որոշ ուսումնասիրողներ ոսկե գեղմը համարում էին կամ կաշվի վրա գրված ոսկու արդյունահանման մասին գիրք կամ մագաղաթի վրա ոսկե գրվածքների մեթոդ։ Այս աղբյուրների հիման վրա գիտնական Ուրուշաձեն ենթադրություն է արել, որ արգոնավորների ժամանակ արդեն գոյություն է ունեցել կոլխիդական ինչը։ Տասվարկյան։ Ժամանակ, Սոֆիա։ Ոչխարի ցեղատեսակ։ Ոչխարի ցեղատեսակը։ Կոլխիդական գրեր։ Կոլխիդական գրերը։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից մինչև մեր թվարկության 3-րդ դարի ժամանակաշրջանի որոշ ուսումնասիրողներ ոսկե գեղմը համարում էին կամ կաշվի վրա գրված ոսկու արդյունահանման մասին գիրք կամ մագաղաթի վրա ոսկե գրվածքների մեթոդ։ Այս աղբյուրների հիման վրա գիտնական Ուրուշաձեն ենթադրություն է արել, որ արգոնավորների ժամանակ արդեն գոյություն է ունեցել կոլխիդական գիրը 5-3 Հետհաշվարկ ինտելեկտուալ խաղում պատվավոր 3-րդ տեղը զբաղեցրել է 3+2 թիմը։ Թիմի ավագին կխնդրեմ, որպեսզի մեզ մոտենա։ Շնորհավորում ենք։ Մեկ վայրկյան։ Եվ դրամական պարգև։ Ապրեք շատ։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախյան հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Առողջ եղեք։